երկրորդ ինչ վերաբերում է impeachment-ին։ Այո, անվստահության գործընթացը մեկնարկել է եւ մենք տեսնում ենք, որ այլևս ներքաղաքական օրակարգի գլխավոր հարցն է, երկու ճանապարհ կա Նիկոլ Փաշինյանից ազատվելու, դու մեկը չհաշվենք, մեկը անվստահություն հայտնելն է, երկրորդը ընտրություններն։ Ընտրությունից 1 տարի դեռ կա եւ ես մեկ անգամ չէ, որ ձեր եթերներում հարգելի գործընկերներ նշել են, որ հայ ազգի համար յուրաքանչյուր ընդդիմադիր եւ սրտացավ քաղաքացու համար մեծ շռայլություն կլինի, սպասել մինչեւ հունիսի ընտրությունները, թե 1 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը ել ինչա հանձնելու։ Պես ընթացքում մենք պետք է իրականացնենք անվստահության գործընթաց։ Սա ոչ թե նոր վարչապետ ընտրելու գործընթաց է, դրա վրա չպետք է կենտրոնանանք։ Սա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց է, որը պատիվ ունեմ խմբակցությունը այլևս ստորագրել է։ Հայաստան խմբակցությունը իր կարծիքը արտահայտել է եւ նշել է, որ պատրաստ է 28 падգամավորի ստորագրությունը չերիկով տալ եւ կոչ արել կամ առաջարկ արել բանակցությունների, ես կարծում եմ բանակցությունները կլինեն եւ շատ դրական են վերաբերում այդ հայտարարությանը։ Գլոբալ առումով ավարտեմ։ Այլ տարբերակ չկա։ Անվստահության հայտնելու գործընթացը մտել է, ասիկա եթե մենք ուզում ենք, որ այս մեր պետության կործանարար ընթացքը կանգնեցնել, պետք է քայլ անենք։ Այդ քայլը երկու հատ է, մեկը ընտրություններն է, ընտրությունը հունիսի 7-ին է, մի տարի պետք է սպասենք, թե մի հատ վեհապարի վրա հարձակվի, հետո ընտանիքի վրա հարձակվի, հետո Տիգրան տա, հետո խաղաղության պայմանագիր կոչվի Հայաստանի ադրբեջանացմանը, այն ինչ պետք է անի։ Եվ ես այդ իմաստով կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք ոչ թե անձերի վրա, ոչ թե հանրապետականն առաջադրելով է առաջադրել, այլ պետք է կենտրոնանանք անվստահության գործընթացի վրա։ Սա վարչապետին անվստահության հայտնելու գործընթաց է, որը ըստ սահմանադրության պետք է լինի թեկնածու անուն ազգանուն, որպեսզի մենք կարողանանք այդ անվստահությունը տալ։ Եվ առաջադրվել է ֆրակցիան Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը, որին ես շատ դրական եմ վերաբերում, մարդը, որը 18 թվականից սկսած ամեն օր պայքարել է Նիկոլ Փաշինյանի ռեժիմին դեմ, իդեպ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի առաջին քաղաքական բանտարկյալն է, մայիսի 31-ին 2018-ին Դավիթին ձերբակալել են, կալանավորել են, շուրջ 3 ամիս Դավիթը նստած ա եղել Սովետ Նուբարաշեն թերակատարողական հիմնարկում, դրանից հետո մարդը դուրս է եկել, ոչ թե շատերի նման Զադնին քաշեն նստել իր ընտանիքով զբաղվել, այլ պայքարի հետ ա եղել, երբ որ նոյեմբերի 13-ին մեզ կալանավորեցին, Դավիթին էլ իմ հետ են կալանավորել։ Այսինքն պլյուս դրան 21 թվականին այս մարդը հաղթել է ընտրություններում Մասիսի քաղաքապետի ու հաղթել Նիկոլի ԿՊ-ին է հաղթել։ Հիմա մեզ պետք է այս առհասարակ այս անվստահության գործընթացը նպատակին հասնելու համար տեխնացը, որը A. ունի փորձ, B. անկոտրում կամք ունի, G. ունի ազգային արժեքներ։ Այս մարդը երեքն էլ ունի։ Պարոն Շարմազանով ԿՊ-ից ասում են, որ մեզ ավելի լավություն, քան հենց Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը առաջադրելը չեն կարող անել ու տեսանյութեր են հրապարակում։ Ինչ տեսանյութ։ Մկահարույց։ Ասա, բա որ լավություն է կանում այդ տեսանյութեր հրապարակում։ Կտեսնենք, էլի ասա, Դավիթ Համբարձումյանի մասնակցությամբ տեսանյութեր են հրապարակում։ Որ տեսանյութ։ Ասում են, որ սա լավություն է մեզ։ Դավիթ Համբարձումյանը այդ գործով արդարացրել է։ Գործը կարճվել է։ Դավիթ Համբարձումյանը, եթե 18 թվականի երեկոյի գործի մասին է, Դավիթ Համբարձումյանը այդ գործով մեղադրյալ չի այլևս։ Այդ մարդու վրա քաղաքական ճնշում են բանացրել։ Նիկոլի ժամանակաշրջանում այլևս այս պահով այդ գործով Դավիթը մեղադրյալ չի։ Մարդը 3 ամիս նստել, ինքը մեղադրյալ չի այդ գործով։ Այսինքն ինչ կամ դուք ինչ կարծում եք, ԿՊ-ն պետք է որևէ մի հանրապետականի կամ որևէ մի դիմադի տեխնացություն ծափարություններով դիմավորել։ Թե որպեսզի նախաձեռնությունների ավարտին հասնեն, այս ձայներից ամեն ինչ հերթով ա լինում, դանդաղ շտապեք, սա մի օրում Մոսկվան չի կառուցվել, մի ամիս առաջ, 2 ամիս առաջ, նույնիսկ ընդդիմադի դաշտի ճնշող մեծամասնությունը անլուրջ էր համարում այս գործընթացը։ Հիմա արդեն գործը հասել է նրան, որ ունենք A տեխնացու, B երկու խմբակցություններ արդեն պատասխանում են օրակարգի շուրջ քննարկել։ Եղավ որ օրակարգի գլխավոր հարցադրում։ Հիշում եք, որ 2 ամիս առաջ մարտի impeachment-ից խոսում են, սա ասում են դե անլուրջ է, էսա Հայաստան դաշինքի դեմ է, հա որ Հայաստան դաշինքի դեմ է։ Ոնց է հիմա քննարկում գնում։ Այսինքն այդ բանն էլ փայացվեց, չէ՞ որ Հայաստան դաշինքի դեմ չի։ Ոչ Հայաստան դաշինքի դեմ է, ոչ Ռոբերտ Քոչարյանի դեմ է։ Սա ուղղակի հստակ գործընթաց է Հայաստանի կորցանարար գահավիժումը կանգնեցնելու։ Վերջ։